Բարերեկո հորիզոնը շարունակում է աշխատանքը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները, ներկայացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, այդ թվում փաստաթղթերի կոնսոլիդացիան, հստակ աստիճանակարգությունը, մեթոդական պահանջներն ու միասնական ձևաչափերը, կատարողականի բարելավումը, մասնակցային ու հաշվետու գործընթացը եւ այլն։ Անդրադարձ է կատարվել նաեւ համակարգի ներդրման հետ կապված հարցերին։ Վարչապետը հանձնարարել է քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի եւ առաջարկությունների հիման վրա հայեցակարգի նախագիծը լրամշակել եւ ներկայացնել հաստատման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոփանիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար եւ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի։ Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոփանիի անձնական ներդրումը։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի պաշտոնական այցը Հայաստան, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման Շնորհակալություն հայտնելով վարչապետին, դեսպանը իր հերթին նշել է, որ հետագայում եւս կանի ամեն ինչ Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին եւ զարգացումներին, մասնավորապես կայուն եւ տևական խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ համագործակցության նոր հեռանկարները, բարձր տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության ոլորտներում փոխգործակցության սերտացման ուղղությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել Լոնդոն Երևան ուղիղ ավիաչվերթերի գործարկման հնարավորությունների շուրջ։ Նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Շատ կարևոր է մեզ համար Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները։ Վերջին 3 տարիներին շատ ակտիվացել են, որի արդյունքում արդեն մենք հասել ենք նրան, որ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակ են հասցրել եւ վստահ եմ, որ կստորագրենք այդ համաձայնագիրը։ Իրականում մենք ժողովրդավարական արժեքները կրողներ ենք դարձել։ Ի սկզբանե անկախության հաստատումից հետո իհարկե դժվար ճանապարհ ենք անցնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում վերահրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հրապարակումն ու գրել. Նախագահ Դոնալդ Թրամփ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր միջնորդության համար Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման եւ թրիփի իրականացման ուղղությամբ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։ Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց նախագահ Իլհամ Ալիևի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դոնալդ Թրամփը պնդել է. դա ինձ համար, բայց որ ավելի կարևոր է նաեւ Միացյալ Նահանգների համար հավերժական ընկերություն կլինի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Հարարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հաագը մեկնարկել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դավիդ Վան Վելի հետ առանձնազրույցով։ Հիշեցնենք, որ Հաագայում Միրզոյանը կմասնակցի մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ։ Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոկֆոյի գլխավորությամբ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին առնչվող հարցերի։ Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ Ռազանի կիրճում կառավարության ֆինանսավորմամբ կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի, նախագծին տեղում ծանոթացել է նաև վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քառակուսի մետր տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը։ Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը։ Հիմնական նպատակը պարոն վարչապետ այն է, որ այստեղ ունենում ենք քաղաքատեղի, հեծանվորդների, սպորտսմենների առհասարակ
ունենում ենք հանդերձարան, ունենում ենք սրճարան, ունենում ենք յոգայի հատված փոքրիկ, այսինքն մենք նախագիծ ունենք նախնական այդ 50 միլիոն ունենք, այս երկու օրը ունենում ենք ծավալ։ Այսինքն արգելափակոցի մասին։ Նախատեսվում է, որ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է։ Ես ինչքան հասկանում եմ, հիմնականում հայելի կամուրջից ներքևից միջև հիմնական ձկնորսները գալիս են ստեղ։ Եվ եթե պարզվի, ես չգիտեմ, պարզվի որտեղ կարելի է օրինակ որոշակի ձկների պոպուլյացիայի հետ կապված ծրագիր անել, որ սպորտային ձկնորսություն զարգացնել, այսինքն կարա դառնա մի հատ շատ հետաքրքիր ծրագիր, էլի։ Այս հատվածները արդեն դուք վարձակալությամբ տվեք այս տարածքի եւ քաղաքի համար եկամուտի աղբյուր։ Շատ լավ, պարոն վարչապետ, այս նախագծով առաջ ենք շարժվում, մասնավորի համար մրցույթ կառուցում ենք, մասնավորի համար մրցույթ ենք կազմակերպում, մասնավորներից մեկը վստահ համար կդարձնի։ Ըստ նախագծի կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակը։ Վստահեցնում են վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը։ Նախագծի նպատակն է հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում։ Մաստեր պլանը Ամբողջական էլեկտրոլայն մաստեր պլանը։ որտեղից որ հատվածից Կորեայի ձորից մինչև հաղթանակի կամուրջ։ Սա շատ կարևոր նախագիծ է, իհարկե որ մաստեր պլանը ունենք, այդ նշանակում է կտոր հաղթանակի կամուրջից հետո նորագյուղն էլ ամեջը, որովհետև եթե մաստեր պլան ունենք, այդ նշանակում է կտոր կարանք իրագործենք եւ ռիսկերը այդքան մեծ չեն։ Հաջորդ թիվ վարչապետն այցելել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակ Բիձու գյոլ, որտեղ ծանոթացել է իրականացված վերականգնման աշխատանքներին։ Վերականգնվել է լողավազանը, կառուցվել է նոր հանդերձարան, վերանորոգվել մարզահրապարակի մարզասարքերը։ Մենք նամակը որ գրել ենք ես եմ դրել Մուշեղյանը ես եմ, խորի շնորհակալություն եմ հայտնում։ Այս ամեն ինչը մի հատ ռեստարտ տվեց մեզի, որ ասենք մեր մոտ հաճախող սպորտսմենները, որոնք որ ասենք 500-ից 600 հոգի են, հիմա դարձել են արդեն 2000 հոգի։ Ու գնալով ավելանում, անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում։ Եվ իհարկե այս շատ կարևոր տեղ է եւ նախ կոլորիտը ստեղի։ Շատ, մի ուրիշ ձևի։ Երևանի համար տենց առանձնահատուկ մի ուրիշ ձևի, պարոն Փաշինյան։ Բայց հիմա մտածում ենք ոնց անենք, որ եւ համայնքի եւ կառավարության կողմից ներդրումները նախ այն ինչ որ կա այդ ժառանգությունը պահպանվի եւ տենց ավելի լավ լինի ու փոխանցվի։ Ես մի երկու բառով ասեմ, վերևը մենք մտխատու ծառեր ենք տնգե։ Ջրվում է իրանք սաղ։ Մյուս ամռանը երևի sense քարերը չենք տնա, սաղ ծառեր կլինի։ Այստեղ մարզվողները կրկին իրենց երախտագիտությունը հայտնեցին վարչապետին, թվելով պլանավորած նոր անելիքները, որ Բիձու գյոլ գնացողը էլի գնա, հետն էլ նոր մարզվողների տանի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Պետական եկամուտների կոմիտեն եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ուսանողների համար նոր հնարավորություններ են ստեղծվում պետական համակարգում։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Պետնախագահն ու բուհի ռեկտոր Հարմեն Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր պետական եկամուտների կոմիտեի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև։ Համագործակցության ընդլայնման նպատակն է համատեղ ուժերով աջակցել տնտեսագիտական եւ գործարար վարչարարության ոլորտներում մասնագիտական կրթության զարգացմանը, պետական ֆինանսական համակարգում բարձրացնել արդյունքային հետազոտությունների դերը։ Մասնավորապես նախատեսվում է մշակել եւ իրագործել տնտեսագիտական համալսարանի բակալավրև մագիստրատուրայի կրթական ծրագրեր ակադեմիական կազմի վերապատրաստման գործընթացում ներգրավել կոմիտեի մասնագետներին, կազմակերպել գիտաժողովներ, ֆորումներ եւ այլ գիտական միջոցառումներ, ստեղծել նաեւ համատեղ էլեկտրոնային գրադարաններ եւ ընթերցասրահներ։ Պետնախագահը նաեւ շրջայց է կատարել բուհում, հանդիպում ունեցել ղեկավար կազմի հետ, այնուհետ հարազատ բուհում Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ուսանողից ղեկավար
թեմայով բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ եւ ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին, սկսած ուսանողական տարիներից մինչեւ պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը։ Պետնախագահը հատուկ կարևորել է կրթության եւ գիտելիքի շարունակական կուտակման, ինչպես նաեւ անձնական առաքելության ձևակերպման անհրաժեշտությունը մասնագիտական զարգացման եւ առաջնորդության ճանապարհին։ Իմ հորդորն է, որ յուրաքանչյուր երբ որ ճանապարհ եք անցնում, միշտ հիշեք, որ դուք եք ձեր ճանապարհը կերտում։ Հետևաբար խորհուրդը նախ առաջնորդեք ինքներդ ձեզ, հետո մյուսներին։ Ձեր ուսանելու տարիներին շատ կարևոր է բացի մասնագիտական գիտելիքներ կուտակելուց դուք հասկանաք, թե ինչ առաքելություն եք ձևակերպում ձեր կյանքում։ Պետնախագահը ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև երիտասարդների դերը պետական համակարգում։ Բանախոսությունն անցել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Ինքս երկու հարց ուղեցի ու ստացա շատ բավարարող պատասխաններ։ Իր հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր, որովհետև նաև մասնագիտական առումով համընկնումներ ունենք։ Ես նույնպես ցանկանում եմ շարունակել նույն ուղով, ինչպես ինքը։ Մեծ տպավորություններով ու շատ գիտելիքներով եմ հեռանում, հենց իր փորձը շատ հետաքրքիր էր մեզ, կարծում եմ բոլորիս։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն էլ կարևորելով պետական հատվածի հետ համագործակցությունը ընդգծել է, որ պետությանը ծառայելը յուրաքանչյուր անհատի համար մեծագույն առաքելություն է։ Պետությանը ծառայելը շատ ավելի բարդ ճանապարհ է, քան մասնավոր հատվածում հաջողություն ունենալը։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։ Հավարտեց հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։
Այսօր Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների տան միջազգային հարաբերությունների կոմիտեում քննարկվելու է հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որն արգելում է Ադրբեջանին ու Թուրքիային օգնություն ցուցաբերել, քանի դեռ այդ երկրները չեն դադարեցրել Հայաստանի դեմ ուղղված իրենց գործունեությունը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի այս նախաձեռնությունից։ Բրեդ Շերմանի նախաձեռնած այդ օրենսդրական ուղումը ընդունվելու դեպքում կարգելափակի Ադրբեջանին եւ Թուրքիային հատկացվող ցանկացած օգնությունը միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիայի հաշիվներից եւ հետեւյալ պայմանն է, եթե Թուրքիան դադարեցնի Հայաստանի շրջափակումը, որևէ խնդիր չի լինի եւ եթե Ադրբեջանը ազատ արձակի հայ ռազմագերիներին։ Այսինքն այդ նպատակն է հետապնդում այդ որոշումը։ Իր այս նախաձեռնության մանրամասները Բրեդ Շերմանը պարզաբանել է օրերս Հայ դատի հանձնախմբի կողմից անցկացված կոնֆերանսի ժամանակ։ Իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան շատ մեծ կարիքը չունեն օգնության այդ միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից։ Ադրբեջանի ռազմական բյուջեն գալիք տարի 5 միլիարդ դոլարից ավելին է լինելու, բայց ամեն դեպքում, եթե այդ որոշումը ընդունվի, դա կարևոր խորհրդանշական նշանակություն է ունենալու եւ վկայելու է այն մասին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան այն պետություններն են, որոնք արժանի են պատժամիջոցների, այլ ոչ թե խրախուսման։ Բրեդ Շերմանը եւս մի օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որի նպատակն է ընդունման դեպքում այն կարգելի նախագահին օգտվել այն լիազորությունից, որը ունեցել են մինչ այդ ԱՄՆ մյուս նախագահները, երբ կարողացել են 1 տարով դադարեցնել այդ հայտնի 907 ուղման գործողությունը, որը ըստ էության Ադրբեջանի դեմ պատժամիջոց էր կիրառում։ Այդ եւ որոշ այլ հայամետ նախաձեռնություններ կքննարկվեն այսօր ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նիստում։ Մենք հավանաբար գիշերը կիմանանք այդ քննարկումների եւ միգուցե նույնիսկ քվեարկությունների արդյունքների մասին։ Հիշեցնեմ, Բրեդ Շերմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում հայկական լոբիի ամենահետևողական գործընկերներից մեկն է, հայկական խմբի փոխնախագահն է, այդ պաշտոնը զբաղեցրել էր այն բանից հետո, երբ Ադամ Շիֆը պալատից տեղափոխվեց Սենատ եւ վերջին ամիսների եւ տարիների ընթացքում իսկապես հետեւողական է Արցախահայերի եւ Հայաստանի իրավունքները պաշտպանելու հարցում եւ վերջին այս նախաձեռնությունը դրա վառ վկայությունն է։ Արտյոմ, իսկ որքանով է հավանական, որ այս նախաձեռնությունը կընդունվի եւ ինչպիսի վերաբերմունք ունի այս նախաձեռնության հանդեպ Միացյալ Նահանգների վարչակազմը։ Դե ընդունման հավանականությունը իհարկե մեծ չէ, հաշվի առնելով այն, որ եւ պալատում եւ պալատի կոմիտեում հանրապետականները մեծամասնություն ունեն, իսկ Շերմանը եւ հայկական լոբիստների մեծ մասը դեմոկրատ են։ Բայց ամեն դեպքում այս նախաձեռնությունը ինքնին վկայում է այն մասին, որ ամերիկյան քաղաքական էլիտայում ամենևին էլ միանշանակ չի ընդունվել Դոնալդ Թրամփի գաղափարը Ադրբեջանին որպես ռազմավարական դաշնակից ընդունելու ընկալելու մասին։ Եվ նույնիսկ տպավորություն կա, որ ինչ որ իմաստով Թրամփի շահերից է բխում այն նախաձեռնությունը, որով հանդես է եկել Բրեդ Շերմանը։ Պարզաբանեմ ինչի մասին է խոսքը։ Այդ հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրումից առաջ Թրամփը հայտարարել էր, որ հանում է արգելքը, որը խանգարում էր Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել։ Իլհամ Ալիևը դա որպես մեծագույն ձեռքբերում էր ներկայացրել։ Նա հայտարարել էր, մեջբերեմ նրա խոսքերը, 33 տարի անց 907 ուղումը այլևս գոյություն չունի, դա պատմական իրադարձություն է, դա իհարկե սուտ է, այդ 907 ուղումը, որը արգելում էր ամերիկյան վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ընդամենը 1 տարով դադարեցնելու իրավունք է ունեցել նախագահը, եւ բոլոր նախագահները սովորաբար դեկտեմբերին ստորագրում էին այդ սահմանափակումը 1 տարվա ընթացքում չկիրառելու մասին որոշումը, եւ միայն անցած տարի Ջո Բայդենը չստորագրեց այդ որոշումը եւ այն ինչ արեց Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը ընդամենը վերականգնեց այնինչ եղել էր Բայդենից առաջ։ Այսինքն 1 տարով դադարեցված է այդ սահմանափակման գործողությունները, այլ ոչ թե վերացված է, ինչպես ներկայացնում էր Իլհամ Ալիևը։ Ինչն է հետաքրքիր, Դոնալդ Թրամփը կարող էր դիմել կոնգրես նախաձեռնելով ընդհանրապես այդ ուղման, որպեսզի այն ընդհանրապես վերացվի, բայց չի անում դա։
ունենալով մեծամասնություն երկու պալատներում էլ որևէ խնդիր չի ունենա։ Այսինքն նա շահագրգռված է, որպեսզի Ալիևի գլխի վերևում այդ Դոմոկլյան սրի պես այդ 907 ուղումը այնուամենայնիվ կախված մնա եւ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի այն կրկին վերադարձնել։ Եվ այս ստեղծված պայմաններում Բրեդ Շերմանի ահա այսպիսի նախաձեռնությունները կարծում եմ Թրամփին լավ հաղթակարդ են, քանի որ հնարավորություն են տալիս բացատրել, թե ինչու նա հանդես չի գալիս այդ նախաձեռնությամբ եւ ինչու չի առաջարկում կոնգրեսականներին ընդհանրապես վերացնել 907 ուղումը։ Շնորհակալություն Արծի։ Ռուսաստանը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների հետ առևտրով գայթակղելու փորձը չի աշխատի Ուկրաինայի հարցում։ Եվրոպացիները փորձում են հրաժարվել ռուսական վառելիքից։ Զելենսկին կոչ է անում Միացյալ Նահանգներին ու Եվրոպային չմտահոգվել Ռուսաստանի հետ ապագա հարաբերություններով։ Ինչ գործընթացներ են ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ ընթացող բանակցություններում։ Կրակը դադարեցնելու մասին կոնկրետ արդյունքներ դեռ չկան։ Փոխարենը ակտիվ ռազմական գործողություններ են ընթանում։ Ուկրաինայի նախագահն էլ թվային տվյալներ ներկայացնելով կոչ է արել, որ Եվրոպան առաջ մղի հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը։ Զելենսկին այդ մասին խոսել է Զապորոժիե քաղաքին ռուսական հարվածից հետո, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ, այդ թվում 2 երեխա։ Նրա խոսքով սեպտեմբերի սկզբից Մոսկվան Ուկրաինայի տարածքին հարվածել է ավելի քան 3500 անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով, նաև ավիառումբեր են օգտագործվել։ Հենց հիմա է ժամանակը գործնականում իրականացնել եվրոպական երկինքների համատեղ պաշտպանությունը բազմաշերտ հակաօդային պաշտպանության համակարգով։ Ավելին նա ասել է, թե Եվրոպան ու Միացյալ Նահանգները պետք է դադարեն մտածել Ռուսաստանի հետ իրենց ապագա հարաբերությունների մասին եւ սկսեն ավելի շատ մտածել Ուկրաինայի մասին։ Այդ մասին էլ նա խոսել է Sky News-ին տված հարցազրույցում։ Նրանց կողմից կիրառվող պատժամիջոցների շուրջ սակարկությունների ամեն օրը մեզ շատ կյանքեր է արժենում։ Դա անարդար է։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սակայն Միացյալ Նահանգների նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է օրինակ որոշ գործընթացներ արագացնելու մասին։ Եվրահանձնաժողովը կառաջարկի արագացնել ռուսական հանածո վառելիքի ներկրումից փուլային հրաժարումը։ Եվրահանձնաժողովը շուտով կներկայացնի պատժամիջոցների իր 19-րդ փաթեթը, որն ուղղված է կրիպտոարժույթին, բանկերին եւ էներգետիկային։ Եվրամիությունը մինչ այս արդեն իսկ հայտարարել էր, որ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը մտադիր է դադարեցնել ռուսական նավթի եւ գազի գնումները։ Սակայն Թրամփը նշել է, որ Եվրամիությունը պետք է համարժեք պատժամիջոցներ սահմանի Մոսկվայի դեմ։ Հենց ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Եվրոպային հասցեագրված հերթական քննադատություններն է հնչեցրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով Եվրոպան փորձում է տեղ գրավել ռուս-ուկրաինական բանակցությունների սեղանի շուրջ։ Այս ընթացքում, երբ Եվրոպայում շատ է քննարկվում Ուկրաինայում ընդհանրապես զորակազմ տեղակայելու հարցը, Ռուսաստանը այսպես է արձագանքում։ Ուկրաինայում տեղակայված ցանկացած խաղաղապահ ուժ ռուսական զինված ուժերի կողմից կդիտարկվի որպես օրինական ռազմական թիրախ։ Անդրադառնալով Ուկրաինայի նախագահին, Լավրովը ասել է, թե վերջինս ձգտում է կանխել արևմուտքի առողջ ուժերի կառուցողական ուղու հետևելը, ինչպես նաև փորձում է Միացյալ Նահանգներին եւ Եվրամիությանը հակադրել Չինաստանին։ Միաժամանակ նա նշել է, թե չի հաջողվի Ռուսաստանի նախագահին գայթակղել Միացյալ Նահանգների հետ առևտրային պայմանավորվածություններով, որպեսզի Մոսկվան զիջումների գնա Ուկրաինայի հարցում։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Երևանում կայացել է Հայաստանի համայնքների ընդհանուր ժողովը, որը նախագահել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ընդհանուր ժողովի կողմից ընդունվեց միության նոր կանոնադրությունը, որը կարևոր հիմք է մեր աշխատանքի թափանցիկության եւ արդյունավետության համար։ Համայնքները մեր պետության առանցքային հենասյուներն են, հենց այստեղ են լուծվում մարդկանց ամենօրյա խնդիրները։ Ողջունում եմ բոլոր գործընկերներիս Երևանում եւ մաղթում մեզ բոլորիս կառուցողական ու արդյունավետ աշխատանք մեր համայնքների զարգացման համար, Facebook-յան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Սեպտեմբերի 3-ից մայրաքաղաքում մեկնարկել է կոյուղագծերի եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները։ Քաղաքապետարանի աշխատակիցները քաղաքապետի խորհրդական Կամո Արայանի հետ շրջայց են կատարել եւ ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Մայրաքաղաքում մեկնարկել են լայնածավալ աշխատանքներ ուղղված կոյուղագծերի եւ ջրահեռացման համակարգերի արդիականացմանը։ Այս տարվա ծրագրում ընդգրկված է 9 վարչական շրջանների 22 հասցեներ, որտեղ խնդիրները անհետաձգելի էին, հնացած քայքայված ցանցերով ու հակասանիտարական պայմաններով։ Մայրաքաղաքի 83 թաղամասեր ընդհանրապես կոյուղի չունեին։ Դրանցից 12-ը արդեն բարեկարգվել են։ Ծրագիրը գործում է նաեւ այդ թաղամասերի համար։ Հիմա մենք մուշական ջրաշեն հատվածում ենք Երևանի վարչական շրջանի, նախորդ տարի առաջի փուլով ավարտեցինք մինչև Հաթոյան Երևանի խաչմերուկ,
կառուցվեց նոր կոյուղատար ցանց մոտ 200 բաժանորդի համար, ընդհանուրը 430-ն են այս հատվածում, եւ ամենակարևորը թարմացվեց Էրեբունի թանգարանից հետո ամբողջ կոյուղագիծը, որ այս նոր կառուցվող ծավալները կարողանան անցնեն թողունակ կոյուղագծով։ Ըստ Արեանի խնդիրը գլոբալ է, պահանջում է համակարգի արմատական վերափոխում։ Կոյուղատար ցանցը ամբողջությամբ քայքայված է։ Նախատեսվում է մինչև 2026 թվականի ավարտը եւս 30 հասցե ապահովել կոյուղատար եւ ջրատար համակարգերով։ Լուծվում է, ինքներդ տեսնում եք, պատկերացրեք, սա վարչական շրջանի համար շատ մեծ օգնություն էր, որտեվ մենք էլ բակային հատվածներն ենք անում, խնդիրները իրոք բավականին շատ էին կոյուղագծերի հետ կապված, կուտակված էին խնդիրները եւ հիմա փառք Աստծո, որ կարողանում ենք նորմալ լուծենք։ Զուգահեռ նաեւ ռոռոկման գծերը, այն խնդիրները, ինչ որ կուտակված է, ասենց հերթով լուծում ենք։ Վթարների աճող թիվը վկայում է, որ գործող համակարգը այլևս շահագործման ենթակա չէ։ Այսպես խնդրին 20%-ի չափով լուծում է տրվում։ Խողովակները ինքը նոր տեխնոլոգիա, նոր պլաստմասե տարողականություն է, հին ասենք սովետի ժամանակվա ճուգունե նմանատիպ բաներ չի, ամբողջովին ինքը լցվում է բազալտե խճով, որ քարեր մարերի, որ ինչ դուրս է գալի, անմիջապես հեռացվում է ստեղից իր հանված հողը, լցվում ամբողջովին բազալտե փոշին։ Ինքը կծառայի կարելի ասել մի 60-70-100 տարի կծառայի, եթե մարդկանց միջամտություն չեղնի։ Մեկնարկած ծրագիրը նպատակ ունի լուծելու տարիների ընթացքում կուտակված խնդիրները եւ ստեղծել ավելի լավ ու ապահով միջավայր բնակիչների համար։ Լուիզա Սարգսյան, Հայկ Սուքիասյան, Հորիզոն։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Գեղարքունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 19-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թումանյան, Աբովյան, Սյունյաց փողոցների, Սայաթնովայի փողոցի թիվ 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի, Նալբանդյան փողոցի թիվ 28-ից 51 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, Սևանի ԲԿ ընկերության Սևանի համար 3 միջնակարգ դպրոց ՊՕԱԿ-ի, Առաքելություն Հայաստան բարեգործական հիմնադրամի, Բողբոջ մանկապարտեզ ՀՕԱԿ-ի, Adzը Գրիգոր Քարամյանի, սեփականատերեր Լուսինե Դավթյանի, Անուշ Բադալյանի, Հովիկ Մուրադխանյանի, Արսեն Մարգարյանի, Կարեն Մնացականյանի, Սևանի մարզադաշտի, ժամը 10-ից մինչև ժամը 17-ը Շիրակի մարզի Մարալի քաղաքի Զորիթաղ թաղամասի, Ձերժինսկու փողոցի թիվ 8, 9, 11, 12, 13 բազմաբնակարան շենքերի, Զորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի, Գարգար, Գյուլագարակ, Վարդաբլուր, Հոբարձի, Կուրթան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Այսքանը կհանդիպենք ժամը 22-ին Հորիզոնի գլխավոր թողարկմանը առայժմ։